Պարոն Պետրոսյան, տեսնում եք Կոտայքի մարզում ինչ թե իրավիճակ է, Հայկ Կոնջորյանի եղբորն են ծեծել դաժանաբար, դուք եղել եք մարզպետ, տեղյակ եք, այդ ինչ կլան է գործում, ինչ է տեղի ունեցել, այդ ինչ գործարքների մասին է խոսքում, մարդիկ ասում են, որ մեզ խաբել է Կոնջորյանի եղբայրը, մեր գումարները վերցրել եւ մուտք չի արել Միլոն Մայնինգ ընկերության սեփականատերերն են ասում, այս ինչ կլան է գործել, տեղյակ եք եղել այս ամենի մասին։ Իսկ բանը ասեմ, որ ցանկացած տեսակի բռնություն ինձ համար կատեգորիկ կերպով անընդունելի է եւ դատապարտելի է։ Իմ մասնավորի այս դեպքի երկու կողմն էլ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են եւ ինձ համար միաժամանակ նաեւ ոչ միայն դատապարտելի, այլև ցավալի է տերողությունը։ Իսկ թե ինչ է եղել, միջանցքային ինչ խնդիրներ են եղել, համատեղ ինչ բիզնես գործունեության արդյունքում են այդ հակասությունը հասունացած, տեղյակ չեմ եղել բացարձակ, այլապես եթե որևէ դրվագով, որևէ կերպ ինֆորմացված լինեի իրենց միջև առկա կոնֆլիկտից, ապա ինքս ամեն ինչ կանեի, որպեսզի կոնֆլիկտը այդ աշխանից չսրվեր եւ չհանգեցներ այդ իրադարձություններին, ինչին ականատես եղանք բոլորս։ Իսկ Կոնջորյանների ընտանիքը վրա անդած սկանդալային պատմությունների դիզարկերում եք, ես նման տեղեկատվություն չունեմ, անկեղծ ասած։ Դուք ինչպես եք իսկ վերաբերվում այս ամեն ինչին։ Դե բնականաբար դատապարտում եմ անընդունել այդ աշխատավոճը, թե երկու ստեկ եւ բռնության, այդ թվում նաեւ եւ ֆիզիկական ներգործության եւ հոգեբանական բռնության առումով բնականաբար ինձ համար անհանդուրժելի, անհասկանալի եւ դատապարտելի է իմ երկու թիմակիցների կողմից։ Իսկ Կոնջորյանը պետք է շարունակի օրինակ Ես որը մեկնաբանություն այդ մասով չունեմ։ Պարոն Պետրոսյան, ես ուզում եի հարցնել, դուք այո, ինչպես եք գնահատում այդ միջադեպը, որովհետեւ երկուսն էլ ըստ էության թփականներ են եւ երկու կողմերն էլ մեկը հայհոյանքներով է փաստորեն աչքի ընկել, մյուսն էլ Ես այդ մասին քիչ առաջ ասեցի։